Ժողովուրդ ջան, բարի օր ձեզ, եթե ես չասեի սիրտս կկայներ, քյոխին վերաբերվող հարցը։ Ուրեմն, քյոխի կողմից գնացել ենք մարտական առաջադրանքի, մենք մեր ընկերներով, լեգենդար հրամանատար քյոխը, որի համար տվել ենք բավականին զոհ, մի հատ մարտական առաջադրանքի ժամանակ, որ ես 11 հոգով գնացել ենք այլ ուղղությամբ, 12 հոգով այլ ուղղությամբ, որպեսզի թշնամուն դարանակալենք, 12 հոգուն թշնամին նկատել է, կրակը բացել, մեր տղաները մտել են պայքարի մեջ, որտեղ տվել ենք մեկ հատ զոհ, մեկ հատ վիրավոր, զոհին չեն կարողացել հանենք Սև հովազների Հակոբը, Արցախերոս ոսկեարծիվ շքանշան, որի գլուխը կտրեցին թուրքերը, վիրավորին տղաները հանում են, ովքեր եղել են այդ 12 հոգու մեջ, կան կենդանի տղաներ, որոնք Արցախի հերոս, զոհված կան Արցախի հերոսներ նաև, եւ մարտական խաչ արիության մեդալներ, անունը չեմ ուզում տամ, եթե պետք լինի, ես ինչ ասում եմ ապացուցված եմ ասում, ուրեմն զոհին չեն կարող տղաները հանեն, 12 հոգան մեր տղաները չեն կարողանում զոհին հանեն, վիրավորին են հանում, զոհը մնում է, որից հետո մենք հետ ենք նահանջում, պատերազմը երբ որ վերջանում է, ես գնում եմ եղնիկներ, քյոխին հանդիպում եմ իրեն սենյակի մեջ, ասում է ինձ Հակոբին թողեցիք փախակ զոհի մասին է խոսքս, ասում է Հակոբին թողեցիք փախակ, ասում նախ եւ առաջինը Հակոբին ես չեմ թողել փախել, ես չեմ եղել այդտեղ, ես եղել եմ այն ուղղության վրա, ասում իսկ այդ ում որ ասում ես թողեցիք փախակ, արության մեդալ եք տվել, Արցախի հերոս են, այդ 12 հոգու մեջից, կարամ անուններն էլ տամ բոլորի, եթե հարկ լինի դրան էլ կանդրադառնանք, բայց հարցը հիմա նայեք որում է, հիմա զոհը մնում է զոհ, եթե կարող ես հանել, պետք է հանես, բայց առաջինը վիրավորին եթե չհանես, հետի արդեն չեղավ։ Ուրեմն, հիմա քյոխը կարմիր բլուսկեն հակը փախել է Արցախում թողելով բավականին զոհեր, վիրավորներ, հերոսների գերեզմաններ եւ կենդանի մարդկանց։ Հիմա եկել աստեղ, կարմիր բլուսկեն իրան լավ սազում է, եթե չի սազում կարա գալու բոյով փոխի, քյոխին սարքել եք հերոս, մենք էլ չհերոսներով ես, այս 30 տարի պահեցինք Արցախը, որ քյոխի պես հերոսները փախնեն գան մեր երկրում ապրեն, լեգենդար հրամանատար, զենքը խի վայր դրիր, խի զորքին տվեցիր, հանձնեցիր թուրքերին, ինչի համար, տայրը զենքը մենք կկրվենք, ինձ էլ ասում էիր Հակոբին թողեցիք փախակ, ինչքան Արցախցու թողեցիր փախար, հիմա դրա դու հանգարտ չփորձես համազգեստ հագնես, չպղծես մեր զոհված ու կենդանի աղբերների անունը, քեզի լավ կարմիր բլուսկեն սազում է, այսքան բան ավել բան չեմ ասում, ինչ ասում եմ ապացույցներով, քյոխը հերոսը մնում է իր հերոս հողի մեջ, զենքը հանձնողը վիրավորներին ու զոհերին թողող, հերոս գերեզմանները թողող, զենքը վայր դնող, հերոս գիտեք դուք, եթե մեկը գիտեք արձագանքեք, խնդիր չկա, այսքան բան ժողովուրդ իմացեք մեր Արցախի հերոսներին, հերոսներ են տղեկն են, որ մնացին ընդե, հերոսներ իրանք են, ոտներս քաշեցինք Արցախից եք ուզում, չկարացակ պահեք Արցախը, բոլորդ հերոս եք, հերոսը այն տղեն ով մնաց Արցախում, այդ մեդալները ամոթը հանձնեք զոհվածներին գոնը, եսի մի քիչ մեղքերի թողություն կունենաք, ինձ էլ ասում էիր Հակոբին թողեցիք փախակ, թողեցինք փախանք քյոխ, կարմիր բլուսկով չփախանք,
Տարուսիկով բերել են ինձին սկորիով նոյեմբերի 5-ին Երևան քյոխ դու էր լեգենդար հրամանատար աստվածտա հանդիպենք էլի բան չեմ ասում մարտի դաշտում այսքան բան ժողովուրդ ջան ով ուզենա իրեղեն ապացույցներ խնդիր չունեք ոչ մեկը չունեք բոլորիդ իրեղեն ապացույցները ներկայացնեմ այսքան բան բարին ձեր ժողովուրդ ջան մենք էլ սահմանին պահում ենք մեր սահմանը մենք զենք դնող չենք եւ մենք Հայաստանից տեղ չունենք մի քայլ անգամ հետալու մինչեւ վերջ պահելու ենք մեր հողերը նահանջի հրաման չկա առաջին հրաման տվողին խփենք երկրորդ էլ նահանջողին մինչեւ վերջ պայքարելու ենք առաջ Աստված Ժողովուրդ, ուրեմն նոր Facebook-ն եմ թերթում ու ինչ տեսնեմ։ Այն քյոխած քյոխս մտնում է քաղաքականություն։ Հիմա հարց քյոխին։ Արա քյոխ 44 օրյայի ժամանակ ինչ ես արել։ Դիրքերից թռած ազգային հերոս գեներալ ամբողջ արցախցիներն են ասում։ Երկրորդ սեպտեմբերի 23-ին այդ ոնց եղավ։ Թռար եկար Հայաստան, արցախցիները շատ ուշ եկան, փախչան, արա դու ով ես, որ մտնես քաղաքականության մեջ, Արցախը դու կոկոլիկի հետ միասին դավաճանեցիք, ծախեցիք, հիմա եկել ես այս սուտի ազգային հերոս, դու ուզում ես մտնես քաղաքականության մեջ, են էլ դոլար Անդոյի, Նիկոլի Անդոյի հետ, գյումրեցիներ, տեսնում եք ձեզ ինչի տեղ են սրանք դրել, Արցախ հանձնած կռվից թռած քյոխը մտնում է քաղաքականություն, արա քյոխ, լսի հլը, այն որ ստատուսներ էիր է գրում, ասում էիր, զենքը ես երբեք չեմ դնի, վայր, լուչը ես ինձ խփեմ, քանց թե զենքը վայր դնեմ, երկու անգամ գրեցիր, արա, բա քեզ խիչը խփեցիր, այ ֆուֆլո, Ռոբերտ Աբաջյանը ասեց ու արեց, բայց դու գրիր, ինչա լրատվականները քո մասին գրեն ու ապրեցիր, հիմա էլ եկել ես, ուզում ես քաղաքական գործիչ դառնաս, հույթ է կդառնաս, երկու շաբթի օրվանից կյանքդ դժոխք եմ սարքելու, բա Նիկոլի նման ձեռներդ այդ խեիր բնտել, ազիզ, արո, դու բռնվի, քեզ էլ փրկող չի լինելի, вот и все.